Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թեպետ պնդում է, որ իր ունեցվածքի զգալի մասը ունեցել է մինչև հեղափոխությունը, նրա հայտարարագիրը, սակայն հակառակն է փաստում։ Ապացույցներից մեկը Տիգրան Ավինյանի 66-ամյա հոր Արմեն Ավինյանի կողմից Սևանա լճի ափին կառուցվող առանձնատան հանգամանքն է։ Հետքը գրել էր, որ Տիգրան Ավինյանի հայրը Սևանում առանձնատուն է կառուցում, ինչպես Ժողովուրդ օրաթերթն է արձանագրել, Ավինյանների առանձնատան համար այս օրերին հատուկ ճանապարհ է կառուցվում հայկական տուֆից։ Հայաստանում ամենալավ տուֆը, որը կարող է օգտագործվել ճանապարհաշինության համար, բավականին թանկ արժե 500-ից 600 դրամ։ Ժողովուրդ օրաթերթը կապվեց Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղի վարչական շրջանի ղեկավար Նայիրի Պողոսյանի հետ հասկանալու համար, արդյոք Երևանի քաղաքապետի հոր շքեղ առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է համայնքային բյուջեով, թե անձնական միջոցներով։ Վարչական շրջանի ղեկավարը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը ոչ նյութականապես, ոչ ֆինանսապես չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը։ Բնակիչ է, իր միջոցներով է արել, բայց մենք փորձել ենք այնպես անել, որ ասֆալտի փոխարեն սալարկվի ու հետագայում էլ թեկուզ համայնքի կամ սեփական միջոցներով, եթե հնարավորություն լինի, որովհետև դա նոր թաղամաս է դառնում, բազմաթիվ քաղաքացիներ այնտեղ տնամերձ հողատներ ունեն, եւ գյուղի գրավչությունն է դրանում բարձրանում տուրիստական գրավչությունը։ Փոքրիկ կտոր է, բայց մեծ ճանապարհի շինարարության մի փոքրիկ հատվածի նորոգում է ընդամենը, տեղեկացրեց Պողոսյանը։ Վարչական շրջանի ղեկավարը նկարագրեց, որ այդ ճանապարհը պետք է անցնի տարբեր սարալանջերով, համարեց, որ հեռանկարային է այնտեղ ինչ որ բան կառուցելը։ Կարճ ասած, գյուղի գերիշխող ամենաբարձր դիրքում գտնվող Ավինյանների տունը դարձել է Շողակաթ համայնքի գրավչություններից մեկը։ Ի դեպ, Ավինյանի հայրը լայն թափով է արել շինարարությունը, միայն տասնյակից ավելի միլիոն դրամ ծախսել է արևային էլեկտրական պանելներին շարելու համար։ Մի խոսքով, նախկին թալանչիներին թալանի համար մեղադրող հեղափոխականներ իշխանիկները այնքան են հղպացել, որ թոշակառու հոր անունով տուն են սարքում, հատուկ իրենց համար ճանապարհ կառուցում, իսկ թե ամենաաղքատ համայնքներից մեկում, հենց Շողակաթում մարդիկ ինչպես են ապրում, Ավինյաններին կարծես թե այնքան էլ չի հետաքրքրում։ Նրանք վայելում են կապուտաչյա գեղեցկուհու տեսարանը։